Եթե կան հարցեր, պարոն Մերապյան, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, հարցս հետևյալն է, տեսեք, ունենք 10 զո, զենքը կիրառել են ոստիկանները իմ կարծիքով եւ զինվորականները, զորքերը, լավ, մեզ պարզա ովքեր են այդ հրամանները տվել իրանց եւ այդ հրաման տվողների հետագան ինչ է իրանց հետ կատարվել։ Քրեական վարակման տեսանկյունից չէ նկատի ունեք։ Ես արդեն նշեցի, որ քրեական վարույթում առկա են 309 բռնությամբ գործադրված իշխանության լիազորություններն անցնելու վերաբերյալ կարճման որոշումներ կամ մի շարք անձանց վերաբերյալ ընդհանրապես որոշումներ կայացված չեն։ Այս բոլոր դրվագներով անջատվելու է եւ բավարար ապացույցների ծավալի հետ միասին ուղարկվելու է դատարան։ Լավ, իսկ պարոն Ալֆյանի մասով որ խոսացիք, պարզ է որ ինքը ինքնական այդ որոշումները չի կայացրել, հա, նոր լինելով ոստիկանության տեղակալ, այդ հետաքննել եք, թե այդ հրամանները որտեղից են եկել, ովքեր են այդ հրամաններ տվող եղել, համ Սաշարաֆյանին, համ այդ զինվորականներին, այսինքն այդ բուրգը որտեղ է բարձրանում, մինչև ուր է գնում։ Իմ կարծիքով դա մի քիչ բան է, շատ պրիմիտիվ ու շատ հեշտ կարելի է այդ արագ այդ հարցի բան անել, լուծումը տալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես նշեցի, որ ցավոք սրտի հանրությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դատարան ներկայացված մեղադրանքին, որովհետև նախորդիվ կարծես թե բուն դատաքննությունը այդ գործով այդպես էլ չի սկսվել, բայց առաջիկայում արդեն կներկայացվի մեղադրանքը դատարանում եւ ձեր կողմից նշած այդ հարցերի պատասխանները բուն մեղադրանքի մեջ կա։ Եթե ուշադրություն դարձնեք, թե ովքեր են մեղադրյալները դատարանում գտնվող գործով, եւ այստեղ նաեւ պարոն Բաբայանը նշեց 0038 հրամանի մասին, ապա ակնհայտ է, որ կիսատ չի։ Մենք Եվրոպական դատարանի ընկալմամբ կարծես թե հետապնդումը գնացել է բացառապես քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ եւ դուրս են մնացել ուժային կառույցները, բայց դատարանում գտնվում է վարույթի մի մասը եւ հաջորդ մասը իմ կողմից նշված այս նույն օրինակով ուղարկվելու է, այսինքն ձեր ասած բուրգը դատարանում տարբեր վարույթներում քննվող գործերով դառնալու է ակնհայտ։ Ես ասում եմ մեծ ցանկություն ունեի գալու եւ այստեղ կարդալու ամբողջ մեղադրանքը, բայց այստեղ երկու խնդիր կառաջանար։ Նախ դատարանում դա հետազոտված չէր, ես չէի կարող մեղադրանքը այս ամբիոնից կարդալ, նաեւ գիտեմ, որ առաջիկայում դատարանն անցնելու է բուն դատաքննության փուլին, որտեղ մեղադրողը ուղղակի ընթերցելու է այն մեղադրանքը, որտեղ որ ձեր բոլորի հարցերը, փաստերը, այն ինչ որ դուք ասում եք, որ լսել եք մեղադրանքի մեջ առնվազն մեծ մասը կան։ Մնացածն էլ կգա քննությամբ, պատկերացնում եք երկու շտաբ է եղել է ոստիկանական շտաբ, եղել է պաշտպանության նախարարության շտաբ եւ քննության վեկտորը, եթե Տիկին Քլոյանին դեռ հետաքրքրում է, պատասխանեմ, որ այստեղ արդեն է շտաբերի մասով է քննությունն իրականացվում, որովհետեւ 625 հատոր տարբեր միացված դրվագներով, այդ թվում ընդհուպ մինչև Կոստանյան Գևորգի կողմից կոռուպցիոն հանցագործությունների կատարում տրամաբանական չի, որ մի վարույթի շրջանակում քննվի, դրա համար ըստ դրվագների եւ ըստ ուղղությունների այս պահին նախաքննությունն անջատվում է, որպեսզի հնարավոր լինի առանձին դրվագներով ուղարկել դատարան։ Ինչի առանձին դրվագներով, որ դատաքննությունն էլ ավարտվի։ Հակառակ դեպքում այդքան մեղադրյալներով դատաքննությունը կարող է իմ կենթանության օրոք ուղղակի չավարտվի։ Շնորհակալություն, համեցեք։ Տիկին գլխավոր դատախազ, շնորհակալություն մանրամասն զեկույցի համար։ Մի սենց հարց Քննչական կոմիտեի ղեկավարը իր զեկույցում նշեց, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել գործերից մեկով։ Հիմա ես ուզում եմ հասկանալ այդ մարտի 1-ի քննության ամբողջ պատմության ընթացքում քանի անձանց նկատմամբ ուրեմն հայտարարվել հետախուզում։ Արդյոք տեղյակ եք, թե որ պետությունը որտեղ են գտնվում այդ անձիկ մասին խոսքը գնում է։ Այդ բոլոր պետությունների հետ էքստրադիցիայի համաձայնագիր Հայաստանի Հանրապետությունը ունի թե չունի եւ դատախազությունը ինչ ջանքեր է գործադրում այդ մարդկանց հետ ստանալու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Մարտի 1-ի գործի հետ կապված Գևորգ Կոստանյանը եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծման եւ գործի քննություն ըստ էության խեղաթյուրելու դրվագներով, դրանք բուն մարտի 1-2-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ։ Երկու անձի մասով էլ քննչական խմբի ղեկավարի եւ Կոստանյան Գևորգի մասով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Այս առումով նաև մի հանգամանքի վրա կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել, միջդատական վարույթում գտնվող գործով ունենք նաև Կոստանյան Գևորգի եւ նրա կնոջ կողմից պաշտոնական եւ ոչ միայն պաշտոնական հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված որոշակի գույքային միջոցների օրինականությունն է վիճարկվում եւ այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը, նշեմ, որ Կոստանյանները բացի մարտի 1-ի հետ կապված գործից մեղադրվում են նաեւ չարաշահումների եւ փողերի լվացման մեջ եւ այս պահին դատարանում գտնվում է կնոջ դրվագը, որովհետեւ Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը Հայաստանի Հանրապետության տարածքում է եւ կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել։ Համեցեք։ Շնորհակալություն, Տիկին դատախազ 2018 թվականի հեղափոխությունից հետո հնարավորություն ստեղծվեց մարտի 1-ի գործը վերաբացելու եւ օբյեկտիվ իրավական գնահատական տալու այդ գործին, սակայն բավականին երկար ժամանակ անց այնուամենայնիվ գրեթե կարելի ասել գործը մտավ փակուղի դատա իրավական համակարգի դանդաղման եւ ձգձգման արդյունքում։ Եվ այդ ձգձգման եւ դանդաղման հետ կապված մենք ունենք հստակ իրավական գնահատական եւ եթե ունենք, ապա ում նկատմամբ եւ ինչ գնահատական ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դատաքննության ձգձգումների հետ կապված բարձրագույն դատական խորհուրդն է այն մարմինը, որը կարող է ինձնից առավել ամբողջական պատասխանել ձեր հարցին։ Ես նշեցի, որ դատավորը, ով նախկինում դատաքննություններ իրականացրել այս գործով, լիազորությունները դադարեցվել են եւ ըստ էության գործը մակագրված է նոր դատավորի։ Դատախազությունը իրավասու չէ գնահատական տալու դատարանի գործողություններին, բայց մեր մասով նշեմ, որ ոչ միայն այս գործով, այլև ընդհանրապես դատաքննությունների ձգձգումներին որևէ կերպ հակազդելու համար դատախազները նախ դատարանի հետ նախապես պլանավորում են նիստերի ժամանակացույցը, բացի այդ դատախազները չեն բացակայում դատական նիստերից, որպեսզի մեր բացակայության պայմանավորված նիստերը չհետաձգվեն։ Ես ենթադրում եմ, որ մարտի 1-ի գործով նույն սխալը դատարանում չի կրկնվի, նախ որովհետև դատախազական մասնակցությունը լինելու է հետևողական եւ անընդհատ, այսինքն բացակայությունները բացառված են, բացի այդ մենք դատարանի հետ ժամանակացույց կսահմանենք, որպեսզի նաեւ դժողի իրավահաջորդների համար կանխատեսելի լինի։ Մնացածի առումով ներողություն եմ խնդրում, բայց գիտեմ ինձնից հստակ գնահատական եք ուզում լավի կամ վատի կամ ճշտի կամ սխալի վերաբերյալ, բայց դատախազությունը այն մարմինը չի, որն իրավասու այդ գնահատականը տալ։ Եթե ես չեմ սխալվում, պետաիրավական հարցերի հանձնաժողովում նաեւ առաջիկայում լինելու է քննարկում հենց այս ձգձգումների ինստիտուցիոնալ լուծման ուղղված միջոցառումների հետ կապված, պարոն Վարդանյանը չի թողի, որ ես սխալվեմ, այնպես որ կարծում եմ նաև օրենսդիր մարմինը այս առումով իր հանձնարարությունը իրականացնում է։ Ես արձագանք եմ, եթե կարելի է։ Տիկին դատախազ դատարանների դատավորների հետ կապված պարզա, իսկ ինչ կասեք, օրինակ գործը հսկող դատախազի կամ քննչական խմբի քննիչների հետ կապված։ Գործը հսկող դատախազը փոփոխված է, նաև 2022 թվականից հետո ներկայացրեցի, թե ինչ է արված դատախազության կողմից։ Մնացած առումով այս պահին ցանկացած գնահատական, որ ես կտամ, կլինի շատ մերկապարանոց, դրա համար բուն գործը դատարան ուղարկելուց հետո կանդրադառնանք նաև պաշտոնատար անձանց դրսևորած վարքագծին, ու սա միակ դեպքը չի, մենք ունենք էլի հին ու շատ հին գործեր, որոնք բոլորովին վերջերս ուղարկեցինք դատարան, եւ գործը քննող քննիչի եւ հսկող դատախազի վերաբերյալ ունենք առանձին վարույթներ, բայց դա լինում է բուն մայր գործ դատարան ուղարկելուց եւ ըստ էության գնահատականի արժանացնելուց հետո։ Համեցեք։ Շնորհակալություն։